Երեխան տեսանյութում գալիս է ընկնում է դրան դեմ է։ Բժիշկետ ես խոսացել եմ 3 րոպե շուտ երեխուն հասնեն հիվանդանոց, երեխան սաղ կմնար։ 3 րոպե։ Երեխան միջևանը սաղ աղ է, ասել է խնդրում եմ բժիշկեն, ինձի փրկեք։ Իսկ երեխան գետին ընկած արնակամալու հարևանն է գալիս ասում է, «Էս ինչ եք անում, այս երեխան արնակամ է լինում»։ Մայրը ավել է անում այդ ժամանակ։ Հայրը տանում է բանա պահում, դե դանակամակնում, ինչ հայը գլխի կպնի։ Ապեր չեն տանում երեխուն հիվանդան, շուտ հասնեն հիվանդան, երեխան կապրես։ Հասկանում եք, եթե թող յանց վզի մնա, յանց մեղքը յանց, թող սաղ կյանքները հիշեն։ Ես չի որ մեր սրտին դարձ չեղել։ Ափսոս, շատ լավ երեխա։ 15 տարեկան երեխայի մահը։ Մենք երբեք չենք կարող ցանկանայինք իրանց 15 տարեկան երեխու մահը։ Եթե մենք ցանկանայինք, այդքան իրանք խափին մեզ, սխալ ցուցմունքներ են տալի, իրանց սխալ ցուցմունքի համար ասենք մեր երեխեքը հիմա անազատության մեջ են։ Մենք մի հատ գործողություն կատարեինք վատ ի վնաս իրանց, բայց մենք ոչ մի բան չենք կարել։ Մենք սպասել ենք արդարադատությանը, արդարադատությունն էլ Այզևի քննիչի պատճառով մեզ անդուն։ Տեսեք, երեխայի պանիխիդայի ժամանակ իրանք համացանցում կոմենտներ են գրում։ Պանիխիդայի ժամանակ, հասկանում եք ինչա։ Դե մենք չենք ուզում մասնակցենք այս կոմենտին, բայց ես մի կոմենտի տակ, որտեղ բնականաբար ցանկանում են երեխու սպանողին մահ, ոբշեմ, ամենավատ բան են ցանկանում։ Ես ասեցի չէ, մահը փառք է իր համար, մահ։ Ինքը պետք է գերեզման չունենա, այդ երեխու սպանող, ես տակ ավելացել եմ, ուղղակի ավելացել եմ, պետք է ինքը գերեզման չունենա, որ իրան ընդհանրապես վրա խունկ տխող չլինի։ Շուտ ջնջեցին կոմենտը։ Ինչի։ Հարց Ես վատ բան եմ ասում, սխալ բան, ինչի ջնջեցիք, չէ որ դուք ցանկանում եք երեխու սպանողին վատ բան, չէ, ես ավելի վատ ցանկացա, որ ինքը չհիշվի, ինքը գերեզման չունենա, ընդհանրապես դրա վրա խունկ տխող չլինի, ինչ է ջնջում կոմենտը, հասկացանք։ Այսքան բան։ Մեր պարոն Գաֆրելյանը պարտավոր էր դեպքի վայրում, ով դեպքի վայրում եղել է, դրանցը տաներ փորձաքննության, բայց ինքը չարեց ոչ մի բան, հիմա Արուկես անցել է, մեր կոմը բոլորին տարել է, իմ տղային Արման Մաթևոսյանին, իրա զենքն էլ է տարել, իրան էլ է տարել փորձաքննության, բոլորը մաքուր է, ինչի հիմքի վրա, ինչ հիմքի վրա է ինքը պահում այսօր Արման Մաթևոսյանին բերդում, խնչոտոտի դատավարությանը, նորից եմ ասում, մի քիչ առաջ ասեցի, ինքը տակ, որ դեպքը եղել է, ինքը 3 ամսից ավել, ինքը եղել է դրսում, ոչ մեկին չի ասել, ձեր աչքի վերևունք կա։ Իրա մահացող երեխու պապիկը, իրանց պանիխիդայի օրը թրաշվում է, Շուշա թրաշ է տալի։ Ուրախությունից էր թրաշվում, քննիչ, 100 տարվա աշխատող ես, հարց չես տալի, պարոն Ռուբեն, ուրախությունից սափրվար, թե սափրվար, որ դեմքիդ հետքերը մաքրես բարություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։